Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Ես հասկանում եմ, պարոն Փաշինյան, դուք զբաղված էիք այն ժամանակ հողեր հանձնելով եւ տեղյակ չէիք, թե ձեր հայրիկը ինչպես է ապրում, բայց եթե դուք մի քիչ հետաքրքրվեիք, դուք կիմանայիք, թե ինչի վրա է գնում այդ գումարները։ Թոշակառուին պետք է գումար, որ այդ մարդը հաց ուտի, այո, այդ մարդիկ էլ պետք է հաց ուտեն։ Դեղերի փող, որովհետեւ այդ մարդիկ պետք է բուժվեն։ Շատ մարդիկ արդեն հիվանդ են ու իրանց պամպերս է հարկավոր։ Կան մարդիկ, որոնք նաեւ տանից դուրս են գալիս, այո, պետք է մարդիկ շփվեն, գան։ Իսկ տրանսպորտը դուք թանկացրել եք։ Լույսի փող, որովհետեւ մարդիկ մթության մեջ չեն նստելու, այդ մարդիկ հələ պետք է ջուր խմեն, տան վարձ պետք է տան, ու էլի այդպիսի շատ ծախսեր, որը 10,400-ից շատ է դուրս գալիս։ Փաշինյանի իշխանությունը այս տարի էլ թոշակները չավելացրեց, չբարձրացրեց նվազագույն աշխատավարձը, աղքատության գործազրկության մակարդակը խոստացածի չափ չնվազեցրեց։ Սիրելի թոշակառուներ, դուք գնալու եք էլի ձեր ձայնը տալու եք Նիկոլի ապագային։ Բայց Ալեն Սիմոնյանը մի քանի ամսից լիազորությունները ավարտող խորհրդարանին որոշեց այս տարի 2 անգամ պարգևատրել։ Գումարը հատկացվել է թե պատգամավորներին, թե խորհրդարանի պետական ծառայողներին եւ աշխատողներին։ Մոտ 540 միլիոն գումար է դուրս գրել, մարդը 3 միլիոն դրամ իրանք պարգևավճար են տվել։ Ես ճիշտն ասած գիտեի, թե մենակ ՔՊ-ն է իր մեջ այս պարգևավճարը բաժանել, էլ չէ, Հայաստան դաշինքն էլ, պատիվ ունեմն էլ է ստացել մարդը 3 միլիոն։ Դրա համար էլ մանդատները վայր չեն դնում, լավ գործ է, ինչ վատ գործ է։ Ընդդիմություն են խաղում, գալիս են ասում են դուք ես եք արել, են ասում դեք դուք եք ես արել, Նիկոլ իշխանությունն են պահում, ստից ընդդիմություն են, հետո էլ վաղը չեմ ասում դե մենք ինչ անենք, սաղ Նիկոլն է արել։ Իմիջիայլոց պաշտպանության նախարարությունն էլ է, հետ չի մնում, ինքն էլ է իրան պարգևավճարներ տալիս, որ ոնց է լավ քանդում բանակը։ Փոխնախարարները կստանան 4,8 միլիոն դրամ, խորհրդականներն ու վարչությունների ղեկավարները մինչև 2,6 միլիոն դրամ, իսկ շարքային աշխատակիցները ընդամենը 50-ից 90 հազար դրամ, հարկերից հետո։ Բաժանումը տպավորիչ է, ոմանք կարող են երազել նոր մեքենաների և ճանապարհորդությունների մասին, մյուսները հացի ու կարագի։ Չեմ մոռանա, ոնց պատերազմը վերջացավ ու սրանք էլի իրանց պարգևավճարներ էին հիմնադրամի կիսում։ Մենք ուղարկել էինք պատերազմի համար, իրանք իրանց պարգևավճար տվեցին։ Իզուր չէ՞ ասում են հային փող, թուրքին հող։